Հիմա գտնվում ենք Գուգար Քամայքի հիմնական դպրոցի այն դասասենյակում, որտեղ սույն թվականի դեկտեմբերի 27-ին ժամը 12-ին կայանալու է գործադիր տնօրենի թափուր տեղի մրցույթը։ Ստեղծված է մի անհավասար դաշտ մրցույթը անցկացնելու մասով, բազմավաստակ մանկավարժ եմ, ունեմ մոտավորապես 40 տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ։ Ինձ ասում են, դու իմ սև ցուցակում ես։ Հարցս, պարոն մարզպետ, դուք սև ու կարմիր գունավոր ցուցակներով եք առաջնորդվում, դա ես այդպես եմ որոշել։ Այ ամբողջ քննրու առարկան սա է։ Եթե ես ինչ-որ իմ աշխատանքն թերություն ունեցած լինեմ, ես դրա համար դեռ շուտ պատասխանատվություն կկրեի։ Դեռևս օգոստոս ամսին կատարվեց մեր կրթության նախարարության տեսչական ստուգումներ դպրոցում, բացարձակապես ոչ մի թերություն։ Հոկտեմբեր ամսին ես արձակուրդ էի, իմ հերթական ամենամյա արձակուրդն էր, եւ դպրոցում նշանակվեց ներքին աուդիտ մարզպետի կողմից։ Յուրաքանչյուր 3 տարին մեկ կազմակերպվում է ներքին աուդիտ։ 2013 թվականին ինձ մոտ կատարվել է ներքին աուդիտ, հետևապես հերթական ներքին աուդիտը կատարվեց 2016 թվականի հոկտեմբերին։ Բացարձակապես ոչ մի թերացում, դա ակտեր է կան ստորագրված հենց պարոն մարզպետի կողմից, ոչ մի ֆինանսական խախտում, ոչ մի աշխատանքային ներքին կանոնակարգերի խախտում ֆիքսվել է, արձանագրվել է եւ դրական բնույթ է եղել։ Ասում եմ, հարգելի պարոն մարզպետ, դուք 5-6 տարի մարզպետ եք աշխատում, նախ իմ դպրոցի տեղը չգիտեք, իմ կոլեկտիվի աշխատանքները չգիտեք, հիմա դուք էլ վարկանիշային չափորոշիչներից եք խոսում, այն դեպքում, եւ 2014-2015 ուսումնական տարում իմ դպրոցը ամբողջ հանրապետությունում հիմնական դպրոցների շարքում գրավել է առաջին տեղը, 15-16 ուսումնական տարում հանրապետությունում գրավել է երկրորդ տեղը, դեռ 16-17 ուսումնական տարվա վարկանիշային աղյուսակը դուրս չի եկել։ Դուք ինչպես կարող եք ասել, եւ դպրոցը վարկանիշային աղյուսակում չկա։ Թողեք գոնե իմ կենսաթոշակային տարիքը լռանա, իսկ դա 2017 թվականի հուլիսի 1-ն է։ Ընդամենը 6 ամիս բան եմ խնդրել։ Թողեք լռանա, ես որպեսի կարողանամ գոնե իմ գոյությունը պահեմ, գոնե կենսաթոշակ ստանամ։ Հիմա դուք դնում եք նոյեմբերի 2-ով։ Հասկանալի է։ Նոյեմբերի 2-ին լրացել է տնօրենի ժամկետը։ Հասկանալի է, որ պայմանագիրը կազմալուծվում է։ Հասկանալի է, որ մի դեպքում ըստ իրենց արդեն մի դեպքում կարող են տնօրենին, գործող տնօրենին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար, մի դեպքում կարող են չնշանակել ժամանակավոր պաշտոնակատար։ Իմ դեպքում չնշանակեցին ժամանակավոր պաշտոնակատար, եւ ես խնդրանքով հանդես եկա, որ ես որևէ բան այլ չեմ կարող անել։ Ինձ ինչի ժամանակավոր պաշտոնակատար չեք տալիս, միջև մրցույթի կայանալը, իրենք միանշանակ մերժեցին, մենք ասելով, մենք քեզ չենք տեսնում տնօրենի պաշտոնում։ Ես հանրապետական կուսակցության անդամ եմ 2000 թվականից։ Անձամբ իմ հանրապետական կուսակցության տոմսը ստացել եմ մեր նախագահից, պարոն Սերժ Սարգսյանից։ Հիմա ես արդեն ընկել եմ մտորումների մեջ, երկմտում եմ շարունակել հանրապետական կուսակցության անդամ է նաև մեր հարգելի մարզպետը, մեր կրթության վարչության պետը։ Ես մտորում եմ շարունակել նման մարդկանց հետ քայլել այդ նույն կուսակցությունում, թե ոչ։ Ճիշտ ասած հետևությունը թողնում եմ լրագրողներին, հետևությունը թողնում եմ իմ ժողովրդին, ինձ ճանաչող մարդկանց։ Չեմ ցանկանում ուրիշ բառեր արտահայտել, ուրիշ կարծիք արտահայտել, ինչու իմ մոտ այդ մտավախությունը կա, ուղղակի գեղեցիկ լրագրողական հետաքննություն կարող եք ցանկացած դպրոցում ցանկացած տարիների համար դուք տեսնել մրցույթներին իրենց ասելով այսքան հազարավոր մասնագետների լինելու պայմանում ինչու են հանկարծ մի անձնավորություն դիմեմ, որովհետև դա այդ տվյալ մարդն է երաշխավորված, իսկ երաշխավորությունների հիմքում ի՞նչն է ընկած, այստեղ եմ ասում, հետևությունը թողնում եմ մեր հարգարժան լրագրողներին։ Թոռնիկը սովորում է մեր դպրոցի առաջին դասարանում, 2 ամիս է չի ցանկանում դպրոց գա, ասելով, պապիկ, դու ինձ ինչի դպրոց չես տանում, քեզ դպրոցից դուրս են արել, ինչ պատասխանեմ ես այս երեխին։